Ողջույն սիրելի երևանցիներ, հույսով եմ լավ եք։ Ես եւ պարոն Իսկանդարյանը այս պահին գտնվում ենք կենդանաբանական այգում, որտեղ ունենք ինֆորմացիա, որ տեղի ունեցել մի սարսափելի դեպք կենդանու անկում, մասնավորապես զեբրի, այսինքն զեբրներին ուզեցել են քնեցնել եւ տեղափոխել մի ազատավանդակից ուրիշ ազատավանդակ, եւ մեր տեղեկատվությունը, որ հասել է մեզ, զեբրի ձագի դոզավորել են ավելի բարձր, ինչը որ նախատեսված է եւ զեբրի ձագը չի զարթնել։ Այո, ներարկել են ավելի շատ, ինչքան որ պետք էր եւ այստեղ տեղ ունեցել ոչ մասնագիտական մոտեցում եւ ունենք այս խնդիրը այս պահին եւ մենք կմոտենանք հիմա ավելի ով կարող է մեզ ինֆորմացիա տալ սրա մասին, թե ինչու են գաղտնի պահել։ Տեղեկությունը ունեցել է պարոն Իսկանդարյանը, խթեն պարոն Իսկանդարյան, ոչ միայն զեբրի մասին, նաև ունենք ուրիշ տեղեկություն եւ այս պահին ամբողջովին գնայինք, թե ինչ է կատարվում այստեղ։ Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Ուրեմն տեսեք ինչ է կատարվել։ Ունեցել են երկու մեծ զեբր եւ մեկ փոքր ձագ զեբր, քուրակ, հա, երևի զեբրի ձագին կարծում եմ քուրակ են ասում։ Ու ինչ է տեղի ունեցել, նրանց պետք է մի ազատավանդակից տեղափոխեին մեկ այլ ազատավանդակ ու այդ ընթացքում նրանց սովորաբար քնեցնում են։ Ուրեմն քնեցնելու ընթացքում փոքրին քուրակին սրսկել են նույն չափով, հա, նույն դոզավորմամբ ինչ որ մեծերին ու զեբրի ձագը սատկել է, այսինքն փաստացի սատկացրել են կենդանի նոր ծնված քուրակին անզգուշության, անհիմն, ոչ պրոֆեսիոնալ, ոչ ճիշտ կառավարման արդյունքում։ Իհարկե այս ամենի ամբողջ մեղավորությունը Տիգրան Ավինյանինն է, այս կենդանաբանական այգու տնօրինությանն է, հա, հասարակ աշխատողները միգուցեև կարող էին սխալվել, բայց նրանք պետք է միշտ զգոն լինեն, միշտ ուշադիր, միշտ հետևողական։ Իրենց անպատասխանատու վարքի պատճառով կենդանի է սատկել։ Հիմա եկել ենք հասկանանք, թե ինչ է կատարվում, ով է մեղավոր, ով է պատասխանատու եւ այլն հարցերի պատասխան։ Ու կարևորը նա է, սիրելի հետևորդներ, սիրելի երևանցիներ, որ այս ամենը գաղտնի է պահվել։ Ես Մայր Հայաստան խմբակցության որպես ավականի կառավարման խորհրդի մեջ եմ կենդանաբանական այգու եւ այստեղ պետք է ամսի 4-ին է տեղի ունեցել կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նիստը եւ այնտեղ ոչ մի բան չի քննարկվել եւ այս պահին ես բացատրություն եմ պահանջելու թե տնօրինությունից բոլորից պահանջելու եմ թե ինչպես է դա տեղի ունեցել եւ ինչու է գաղտնի պահվել եւ այո ինչպես նշեց գործընկերս այս ամենը պետք է այս պատասխանատվությունը պետք է կիսի ինչու չէ նաեւ Տիգրան Ավինյանը, ինչու նրան չեն զեկուցել, եթե զեկուցել են, ինչու չի բարձրաձայնվել եւ հանրությանը ինչու տեղյակ չի պահվել եւ կառավարման խորհուրդը ստեղծված է նրա համար, որպեսզի բոլորով տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում կենդանաբանական այգուց եւ այս պահին ես տեղյակ եմ պահել կենդանաբանական այգու կառավարման խորհրդի քարտուղարին եւ ձայնային եմ թողել մեր ընդհանուր չաթում եւ բարձաբանումները այս պահին մենք կպահանջենք մասնագետներից, թե ովքեր են, որ Ամեն քոչան, ես կառավարման խորհրդի նիստից եմ, այո։ Դուք այստեղ կազմի քարտուղար։ Մենք հիմա ինֆորմացիա ունենք զեբրի հետ կապված, անկան հետ կապված եւ ես նոր տեղյակ եմ պահել մեր կառավարման խորհրդի քարտուղարին, որ ինչու տեղյակ չեմ պահել նիստի ժամանակ, ինչա տեղի ունեցել եւ ոչ միայն զեբրի հետ կապված, նաեւ ունենք ուրիշ տեղեկություններ եւ այս պահին պետք է մասնագետների կամ ով է իրավասու պատասխանել այդ հարցին, պետք է իմանանք թե ինչի համար է այս ամեն ինչը այդպես գաղտնիք պահվում։ Մասնագետ պետք է Ասլանյանին կկանչենք։ Անպայման։
Ես ձայնային չաթը թողել եմ, պարոն Ասլանյան, ինձ թվում է պետք է տեսած լինի եւ բոլորին խնդրել եմ գալ Վանդակի մոտ։ Ինչ պակ չի թողում մտնենք, պարոն Իսկանդարյան, չեն թողում մտնենք, հա, ինչ ասել։ Թողեմ կարծում եմ։ Հա։ Կարանք մտնենք, հա։ Կարանք մտնենք։ Հա։ Ասլանյանին հասցրել է, էլի։ Բայց խորտի ժամանակ զեբրի վերապատրաստման վերաբերյալ Ոչ սատ լսեք։ Հարցը նրանում է, որ անկումը տեղի ունեցե եւ քաղաք այս ամեն ինչը պատկանում է մեր Երևան քաղաքին, այս կենթանաբանական այգու ամեն ինչը, ծախսերը, ամեն ինչը մեր քաղաքացու վճարած հարկերից է եւ քաղաքացուն այս բանին տեղակ չեք բան, որ ինչ է կատարվել։ Եվ այս բանին, որ մենք բարձրաձայնում ենք, ասում ենք 200 միլիոնը ինչի համար ենք ծախսում փղի ազատավանդակի համար, ասում ենք ինչ է 200 միլիոնը եսի միշտ գումար չի։ Այո, եթե 200 միլիոն պետք է ծախսենք եւ այդ նույն հետևան ներողություն եմ խնդրում, չէ, մի հատ կլսեք, նայեք, եթե սարքում ենք այդ վանդակը եւ վաղը կարող է այդ փղին էլ այդպիսի անուշադրություն լինի եւ փիղը սատկի։ Այդ գումարները էլ ինչի համար ենք ծախսելու, այսինքն ուզում եմ ասեմ մոտեցումը, ինչու՞ն է որ գախնի է պահվել եւ այո։ Դե հիմա այս պահին երկուշաբթի օրը ներողություն, երկուշաբթի օրը եղել է գործակարգավորական նիստ, մենք նայել ենք եւ մենք ինֆորմացիա ունեցել ենք Կիրակի օրը արդեն իսկ։ Այդ եմ ասում, երկուշաբթի օրը գործակարգավորականի ժամանակ չի զեկուցվել, չեն ասել, որ այդպիսի դեպք ա եղել, թող բոլոր քաղաքացիներն էլ իմանան, որ ինչից է եղել, ներողություն եմ խնդրում, չէ։ Այդ եմ ասում։ Ինչից է սատկել։ Մենք տեղյակ ենք ինչից է սատկել։ Ինչից է։ Չէ, պարոն Ասլանյանի, ես նախ սրտած եմ, որ կառավարման խորհրդի նիստի ժամանակ գոնե չաթում կարային գցեին, ասեին, sense բան է տեղի ունեցել, հարգելի։ Նիստին, այո։ Նիստի ժամանակ էլ է խոսած։ Ինչ որ սատկել է։ Հա, հիվանդությունը։ Հիվանդությունը, հա, բայց խոսացվել է։ Այո, նայեք, խոսացվել է, որ պետք է այնպիսի բան լինի, որ եթե կենթանին սատկի, ինչ որ մեկը պատասխանատու լինի դրա համար, ով է կիսելու այդ պատասխանատվությունը, ում անպույթության միջով, այդպես բաներ խոսած, բայց չեն ասել որ սատկել է։ Ես ամսի 4-ին տեղյակ քննարկվել են, էլի ինչից է, ոնց է, բաց Պարոն Վաղարշակյան, ճիշտ եմ ասում, ես կառավարման խորհրդի նիստի ժամանակ չեմ լսել որ ասեմ զեբրը սատկել է եւ Ժորժ ջան, sense բանից ասեմ։ Մեղավորի պատճառը թե չէ, մեղավոր չէ, բայց չէ, պետք է մեղավոր չլինի, պետք է պատճառը հասկանանք եւ գոնե պետք է բարձրաձայնվի կառավարման խորհուրդը նրա համար ամեն ինչ նայեք, բան ներողություն հիմա ես վերջացնեմ, դուք անկում եղել է։ Այո։ Միշտ էլ լինելու է, ինչ թվում է ծերությունից, հիվանդությունից։ Չէ, սա այդ դեպքը չի։ Սա այդ դեպքը չի։ Մասնագիտական բաց։ Այո, սա այդ դեպքը չի։ Սա այդ դեպքը չի։ Բոլոր ասեմ էլի ինֆորմացիան։ Լավ եկեք գնանք ազատավանդակի մոտ, հրավիրեմ մարդիկ արդեն լսել են։ Ես իրավունք ունեմ մտնեմ, հիմա ուրիշ խնդիրներ էլ կա, արձանագրեմ, եթե դուք կգաք, եկեք, եթե չեք գա, խնդրեմ։ Բարև ձեզ։ Թույլ կտակ, չէ, մենք Երևան քաղաքի ավականիներ ենք։ Խնդրեմ, էլի, ուրեմն ասեմ։ Բանով մի ասա, էլի։ Չէ, ուզում եմ։ Չէ, բաց բանով չեմ ասում։ Նորմալ հանգիստ Այո, ես գիտեմ, որ դուք եք մտահոգ այդ թեմայի մասին բոլորը։ Ասլանյանին ասած հետը բերվել է, էլի, ասա ավականոց մարդը։ Պրոստը ինչ դուք Չէ, բոլորս էլ մտահոգ ենք այս սրա մասին։ Բոլորս ենք։ Այսօր այդ կառավարման, գիտեք ինչի համար եմ ներսրտած եւ որ գախնի է պահվել եւ կառավարման խորհուրդը, ներողություն, կառավարման խորհուրդը ստեղծված է նրա համար, որպեսզի կարողանանք մենք տեղյակ լինեն ավականները, թե ինչ է կատարում կենթանաբանական այգում։ Եթե պետք է գախնի պահվի, այս դեպքում ի՞նչ է։ Բոլոր մասնագետները եկել են։ Դուք տեղյակ եք, ով է տեղյակ։ Քաղաքապետանի որ ավականներն են։ Ես ուզում եմ ես խորհրդի անդամներից ով է տեղյակ։ Բոլորն էլ տեղյակ են։ Ավականու անդամները տեղյակ են այս թեմայից։ Ներկաները երևի բոլորն էլ տեղյակ են եղել, էլի։ Մենք այդ վերաբացումն ենք զրուցել։ Չէ, ներկաները մենք ընդեղ եղել ենք կենթանիների անկման հետ կապված։ Եվ բայց ունենք նաև սիրելի հետևորդներ լավ լուր,
ինֆորմացիա ունենք, որ սպիտակագլուխ անգղը ձագեր է ունեցել հա չէ ներևում խնդրեմ Եվ պարոն Իսկանդարյան երկրորդ տեղեկատվությունը ունենք Ճիշտ ասած դա միջև վերջ հաստատված չի, բայց դե այս պահին ստուգ ենք հիմա տեղեկացրեցին, որ կան ազատավանդակներ, որոնք ոչ այդքան բարվոք վիճակում են գտնվում։ Հիմա մենք համել քայլելով ընդհանուր կնայենք ու ըստ արդեն հարմարության ըստ պահի Այո, այս պահին չենք ճշտել այդ ամեն ինչը, բայց ճշտելու դեպքում նաև մյուս փաստը կարձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել։ Սրանք հայկական բաներ են։ Չէ, սա ռուսական գրակրա, այսպես Հիմա կոչված։ դուք ինչ լայվ եք մտնում։ Հա, սա Այո։ լայվ է հիմա։ Հիմա սա ուղիղ Ուղիղ եթեր է, մեր հետևորդներին, ովքեր որ այս բան հետևում են եւ նաեւ մնացած մեր ավականիներն են այս խնդրից տեղյակ, որ գաղտնի է պահվել եւ պատասխանատվությունը պատրաստվում են քաղաքային իշխանությունները կիսել, թե ով պետք է սրա պատասխանը տա։ Ես ինչու քիչ առաջ նշեցի, որ Երբ խոսում ենք 200 միլիոն դրամ տրամադրելու համար փղի ազատավանդակի համար, ասում են այդ գումարը, այդ մեծ գումարը չի որ ծախսում ենք, բայց ես նորից եմ ուզում կրկնել, այդ գումարները ծախսելով կենթանաբանական այգու վրա, եթե ունենանք վերջում այսպիսի արդյունքներ, այդպիսի գումարներ հավաքագրել եւ ծախսել կենթանաբանական այգու վրա եւ ոչ պրոֆեսիոնալ տնօրինել այդ ամեն ինչը, խայտարակություն է ուղղակի։ Այս պայն հրավիրել ենք բոլորին, ես մեր կառավարման խորհրդի չաթում գրել եմ, մասնագետներին հրավիրել եմ Զեբրի ազատավանդակի մոտ, որպեսզի պարզաբանենք, թե ինչու է գաղտնի պահվել եւ ինչից է Զեբրը մեր անկել։ Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, սիրելի հետևորդներ, որ կենդանաբանական այգում ունենք եղնիկների ավելցուկ, տարբեր կենդանիների ավելցուկ, օգտվելով առիթից ուզում եմ խոսել սրա մասին։ Ունենք տարբեր կենդանիների ավելցուկ, արջ ունենք, պիտոններ ունենք, որով որ պետք է կառավարման խորհրդի քննարկումից հետո եւ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկումներից հետո թույլատրություն ստանանք եւ ուրիշ կենդանաբանական այգում արտերկրից ներմուծել փոխանակել կենդանիներին, քանի որ կենդանաբանական այգում վաճառ չկա կենդանիների, այստեղ անգամ եթե տնական հավեր կան, որոնք որ կենդանաբանական այգու բալանսի վրա նստած չեն, դրանք հանձնվում են կառավարման խորհրդի որոշումով հանձնվում են կերային խոհանոց։ Գործական խավարականի դրա մասին չի խոսացել ու դա խնդիր է։ Ուզում եմ նշել, որ խորհրդի ժամանակ, երբ որ քննարկվել է փղի համար ազատավանդակ կառուցելու համար, փիղը միայնակ իրեն լավ չի զգում, պետք է երկրորդ փիղ ձեռք բերվի եւ պետք է ունենա համապատասխան ազատավանդակ, որպեսզի կարողանանք ուրիշ երկրից կամ նվեր ստանանք, կամ փոխանակենք եւ երկրորդ փիղը ունենանք մեր կենդանաբանական այգում։ Եվ ուզում եմ նշեմ, այն Պարիսպի մասին է խոսքը, պետք է նոր Պարիսպ կառուցվի, այդտեղ տեսնում եք քանդված մասը, քանի դեռ չեն մոտեցել, ես ձեզ չեմ ուզում կտրվել լայվից եւ կսպասենք մասնագետներին եւ պատասխանատուներին, որպեսզի մոտենան եւ մեր հարցերին պատասխան տան։ Այս պահին դեռ ոչ ոք չի եկել, բացի
մեկ հոգուց մոտեց եւ նա ասում է որ մասնագիտական չեմ կարող պատասխանել հարցերին, բայց տեղյակ է խնդրի մասին, ինչ է տեղի ունեցել։ Եվ տնօրինությունը կենթանաբանական այգու պարտավոր էր տեղյակ պահել թե ավագանիներին, թե երևանցիներին, թե ինչ է տեղի ունեցել կենթանաբանական այգում։ Եվ սիրելի երևանցիներ, այս տեմպերով շարունակվելով, այս տեմպերը շարունակելով, իրենց իսկ կողմից ակնկալիքները, որ ասում են մենք ակնկալիք ունենք, որ այս տարի պետք է 15%-ով գումարները ավելանան։ Կենթանիների, եթե սենց հերթով մասնագիտորեն չմոտենան եւ ունենանք իսպիսի արդյունքներ, վաղը կենթանի չենք ունենա կենթանաբանական այգում։ Իսկ այս մարդիկ կառավարման խնդիր ունեն։ Ինչ է նշանակում զեբրը անկել է սխալ դոզավորման պատճառով։ Հայտարարություն է ուղղակի եւ խնդիրը ոչ միայն կենթանաբանական այգում է, բոլորս ակնհայտ տեսնում ենք աղբահանության խնդիրը, ասֆալտապատման խնդիրը, որ դրոշակ վերցրած ամեն անգամ, ամեն նիստի ժամանակ կարելի ասել, բարձրաձայնում են, թե այսքան կիլոմետր ասֆալտ են կարել։ Գնացեք տեսեք ձեր ասֆալտը ոնց է քանդվում։ Գնացեք տեսեք ինչ վիճակում է Երևան քաղաքը։ Հիմա նորից անձրևային սեզոնները սկսել է, ֆրեզավորման աշխատանքները, փոսերի այդ կտրված հատվածները արել են, քաղաքացիները մեքենաները ջարդելով, փողոցներով անցնում են, հիմա էլ ասում են, թե անձրևի մեջ ասֆալտ չեն կանելու։ Սպասեիք, կամ դրանից շուտ անեիք։ Այս մարդիկ կառավարման խնդիր ունեն։ Ես օրեր առաջ նաև լուսաբանել եմ, թե Ավանվարչական շրջանում նոր անցած տարի կատարված ասֆալտը կտրել են, քանդել են, որպեսզի կոյուղագիծը փոխեն, որը որ ակնհայտորեն երևացել է եւ տեսանելի է եղել այդտեղի նստվածքը, ասֆալտն արեցին, այս տարի նորից քանդեցին։ Անցած տարի, նախանցած տարի նորից ասֆալտ էին արել, ես երբ որ նկարանում էի այդ հոլովակը, ես պահանջել եմ Երևանի քաղաքապետանից, որպեսզի ինձ տրամադրեն, թե ինչքան գումար էր ծախսվել Բաբաջանյան փողոցի վրա, ինձ ասեցին, որ այս տարվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, հստակ պատասխան, հստակ թիվ չասացին, չարձանագրեցին, որպեսզի մեր երևանցին իմանար, թե իր վճարած գումարներից ինչ գումարներ է ծախսվել այդ փողոցի վրա։ Եվ նշեցի, որ Բաբաջանյան, այսպես կոչված ժողովրդական լեզվով ասած հարսնակարի խաչմերուկում մենք ավանցիները լավ են հիշում, այնտեղ նույնպես փլուզվեց ասֆալտ անելուց հետո էլի կոյուղատար ինչ որ խողովակներ այնտեղ քաշվեցին, վերահսկողություն չեղավ, շիբինը նստված տվեց եւ մեքենան բեռնատարը փլուզվեց ընկա մեջը եւ այս պահին նորից ունենք այդ նույն խնդիրը նորից այդ նույն փողոցում, որտեղ որ միլիոնավոր գումարներ են ծախսել ասֆալտապատման վրա, այսինքն թե քաղաքի մասշտաբով, թե այս պահին այս կենթանաբանական այգու մասշտաբով տեսնում եք ինչա կատարվում։ Տեսնում եք, ամեն ինչ գաղտնիք են պահում, չեն բարձրաձայնում, որպեսզի չմերկանան իրանց աշխատանք, չտեսնեն թե ինչա կատարվում։ Սա է իրականությունը։ Դեռ մինչ այս պահս ոչ մեկ չի մոտեցել մեզ։ Ինչ ասեցին, պարոն Ասլանյանը գալիս է։ Ոնց հասկացա չի էլ գալու։ Հա։ Ես տենց հասկացա։ Եթե չգան պարոն Իսկանդարյան մենք գնանք։ Կարող ենք մենք Պարտադիր։ Այս հարցը հարցը պարտադիր պետք է պատասխան ունենա եւ մեր երևանցիները պետք է իմանան թե ինչ է կատարվում իրանց վճարած իսկ հարկերից, որպեսզի անուշադրության պատճառով զեբրը այսօր անկել է, զեբրի ձագը։ Եվ անգամ ասեմ ձեզ մի քանի 100 մետր է եղել վանդակը, այդպիսի ինֆորմացիա մենք ունենք, որ մի քանի 100 մետր է եղել, հնարավոր է որ զեբրի ծնողներին, այսպես ասած, տան էին քնեցրած վիճակում, զեբրը ինքն իր ոտքով գնալու էր ազատավանդակ էր մտնելու, բայց ինչ դոզավորել են
եւ զեբրը անկել է։ Ես ուզում եմ ովքեր որ նոր են միացել, նրանց նույնպես տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Կենթանաբանական այգում անկել է զեբրի ձագը։ Եվ ոչ կառավարման խորհրդի նիստի ժամանակ, ոչ քաղաքապետարանի գործակարգավորականի ժամանակ մենք Կիրակի օրը արդեն տեղյակ ենք եղել եւ սպասում էինք տեսնենք, թե ինչ են պատասխանելու կենթանաբանական այգու տնօրենը, քաղաքապետը, ոչ մի բացարձակապես ոչ մի հարցի շուրջ չեն քննարկել կենթանաբանական այգում, թե ինչ է կատարվել։ Եթե ինֆորմացիա է եղել, տնօրենը կարող է ինֆորմացիա շիլի, ոնց կարող է ինֆորմացիա չլինի։ Ոչ մեկ չեն կարող ասել, որ մենք տեղյակ չենք եղել։ Եթե տեղյակ չեն եղել, ուրեմն տեղում չեն եղել։ Ինչի կառավարման խորհրդի տնօրենին, կառավարման խորհրդի քարտուղարին, նրանց թող տեղյակ պահեին, նրանք էլ մեր ընդհանուր չաթի մեջ գրեին, որ ինչա տեղի ունեցել, այդ քննարկենք, հասկանանք պատճառները։ Գաղտնի են պահել, նշանակում է, որ իրենց իսկ անփույթության պատճառով, իրենց իսկ անգործության պատճառով, իրենց իսկ ոչ պրոֆեսիոնալ լինելու պատճառով սարսափելի այս դեպքը տեղի է ունեցել։ Պարոն Իսկանդարյան ինչ էին ասում, որ չեն ուզում մոտենալ։ Մենք արի մոտենանք զեբրի ազատավանդակը գտնենք մի հատ։ Բոլորը գիտեին, բայց բոլորը թաքուն էին։ Այո։ Բոլորն էլ տեղյակ են եղել, պարոն Իսկանդարյան։ Չեմ կարող ասել բոլորը, քանի որ մենք այդ ամբողջ ինֆորմացիային չենք տիրապետում, թե ովքեր մեծամասնությունը կենթանաբանական այգու այս պահին չգիտեմ ինչ պաշտոն է զբաղեցնում հարգաժան պարոնը, բայց աշխատակազմի քարտուղարը տեղյակ է եղել։ Չի կարող տնօրենը տեղյակ չլիներ եւ եթե տեղյակ չի եղել, ուրեմն իր իսկ անգործության պատճառով տեղյակ չի եղել, բայց ոչ մեկ չի կարող հերքել այդպիսի բանը, եթե ինֆորմացիան հասել է մեզ, նշանակում է, որ բոլորն է տեղյակ են եղել։ Ես համոզված եմ, որ քաղաքապետն էլ է տեղյակ եղել եւ չի բարձրացանել։ Զեկուցել են։ Այո, ճիշտ է, ասացի, որ զեկուցել են։ Պարոն Ավինյան չեք կարող հերքել։ Դուք էլ եք տեղյակ եղել։ Փաստորեն։ Ոնց որ այն կողմը, խնդրում եմ, պարոն Իսկանդարյան, սմբակավորները այս կողմն են։ Եվ ուզում եմ թող բոլորն իմանան, այդ ավականիները, որ այնտեղ նստած են միայն կնոպկա սխմելու համար, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունից այստեղ էլ կան ավականու անդամներ եւ այստեղ էլ նույնպես կառավարման խորհրդի անդամներ։ Ասում են քննարկել են, եղել են մարդիկ, եղել են ավականներ, որ տեղյակ են եղել։ Բայց ինչի՞ չեք բարձրաձայնում։ Ինչի՞ չեք բարձրաձայնում։ Պարոն Բաբաջանյան, դուք կառավարման խորհրդի անդամ եք, տեղյակ չեք եղել այս խնդրի մասին։ Պոնիները այս պահին զեբրերին չենք տեսնում։ Չէ, եղնիկներն ու պոնիներն են այստեղ։ Այն ինչ է, պարոն Իսկանդարյան, առույցներն են չէ՞ այդտեղ։ Անկամ ասել ենք, որ մոտենան, աշխատակազմի քարտուղարը վերանացի ասում է, Երևան քաղաքի ավականիներն են եկել, մոտեցեք պատասխանեցեք, ոչ մեկ չի մոտենում։ Հայտարարություն։ Ոչ ոք չի մոտենում։ Արդեն ինչքան ժամանակ այստեղ ենք, պարոն Իսկանդարյան։ Մոտավոր կես ժամ այստեղ ենք։ Խուսափում եմ, որպեսզի մեր պատասխանները տան գան։ Այդպես չի կարող, չէ՞։ Որտե պատասխան չունեն։ Ինչ պատասխան են, ասեն,
այսպես ասած կանգնած չենք եղել կողքները եւ այդ պատասխանատու պահի ժամանակ որպեսի կենթանին պետք է քննեցնենք տեղափոխենք չենք եղել կողքները խոր չենք դե մասնակետը կանգնած չեղել եւ ունեցել ենք այս արդյունքը գան ինչ ասեն եւ ես պահին նաեւ եթե կենթանաբանական այգու տնօրենը էստեղ է եւ նրան նույնպես զեկուցել են որ մենք էստեղ ենք նա էլ պետքա գա պատասխան տա թե տեղյակ է եղել եւ ինչու չի բարձրաձայնել այս հարցերս խնդրի այս լուրջ խնդիր է ժողովուրդ ջան լուրջ խնդիր է մեր սև արջերին դեռ չեն հանել հա բների մեջ են երևի Արի այնտեղից հարցնենք պարոն Իսկանդարյան Այո Քարայսներն են Եզուհայրյան այծներն են Ներողություն զեբրի ազատավանդակը որտեղ է Դեպի այն կողմ Վագրից են կողմ լավ այսինքն այս ճանապարհով պետք է գնանք Շնորհակալ ենք անչափ Պարոն Իսկանդարյան, այս միջը, այո, չէ, այս ճանապարհը առյուծների, այո, ես այն տեղը գիտեմ առյուծների, քանի որ զեբրի ազատավանդակը տեղափոխել են ուրիշտեղ, չեմ իմանում որտեղ է այս պահին։ Եվ անգամ մեկը չկա, որ մեզի ուղեկցի, ասի սա բոլորը խուսափում են։ Ես ուզում եմ սիրելի հետևորդներ բոլորիդ ասել, որ Մայր Հայաստան խմբակցությունը միշտ հետևողական է լինելու։ Ոչ մի բան չի պլստալու մեր ձեռքից։ Այս գաղտնի պահեք, չզեկուցեք, բայց գիտեք սարսափելին որն է, որ այս պահին կենթանին է անկել, այլ ոչ թե գաղտնիք եք պահեք, այլ բացահայտվելու ամեն ինչը։ Բայց մենք ավականիներով ամեն հարցի շուրջ միշտ հետևողական ենք լինելու այս պահին Մայր Հայաստան խմբակցության ավականու տարբեր անդամներ տարբեր վարչական շրջաններում տարբեր ահազանգների շուրջ գնացել են եւ տեղում արձանագրում են թե ինչ է կատարվում եւ այս պահին բոլորը ցանկություն ունեն որ այս խնդրի մասին տեղեկացնենք նաև իրենց Facebook-յան էջերով թե ինչ է կատարվել, որտեղ սա սարսափելի դեպք է, ժողովուրդ ջան։ Այսօր զեբրն է անկել, վաղը կարող է առյուծը կամ մի այնպիսի կենթանի սխալ մոտեցման եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում շնորհակալ ենք։ Օրինակ ունենանք այդ նույն սարսափելի դեպքը եւ չկարողանանք, այո, օրինակ եւ փիղը։ Ես քիչ առաջ պարոն Իսկանդարյան դուք այնտեղ զրուցում եք Փղի մասին երկու խոսք ասել եմ։ Մի հատ փիղ, եթե փղին մի բան եղավ, փիղ չի լինելու։ Չէ, նաև այս դեպքում նրանք ասում են 200 միլիոն դրամ ծախսում ենք, որպեսզի ազատավանդակը համապատասխանի փղին, որպեսզի մեզի փիղ նվիրեն։ Երկրորդ փիղը նվիրեն, որտեղ ասում են, որ մենակ փիղը տխրում է։ Եկեք, այստեղ բանն է, վագրն է։ Հա, հենց է։ Պարոն Իսկանդարյան, եթե հիվանդություն դեպքում լավ անկեր պիտեղ կարող ենք հասկանալ, չենք կարողացել բուժել, բայց որ կարող էր այս դեպքը չլինել, այսինքն պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, այսինքն տնօրինության կողմից հետևողականություն լիներ, որպեսզի բոլորը ներկա գտնվեն, մեկը ասել, մեկը գիտակից, ես համոզված եմ, որ մենք կենթանաբանական այգում ունենք մասնագետ որը որ կարող է ճիշտ խորհուրդ տալ, բայց բացի թողած վիճակ է այս պահին եւ հա եւ այդ սարսափելի դեպքը տեղի ունեցել այսօր
անկել է զեբրի ձագը։ Այսօր չի ընկել, բայց Հա, ուզում եմ ասեմ այսօր ասելով, պարոն Իսկանդարյան, հենց այսօր չի անկել, այս ուստեն ներծում։ բայց իմ կարծիքով իրենց խոսելուց պարոն Իսկանդարյան ամսի 4-ին իրանք տեղյակ են եղել արդեն անկման մասին, բայց նիստի ժամանակ չեն բարձրաձայնել, այն այնտեղ ընդամենը խոսել են, որ կենթանին, որ անկում ապրի, պատասխանատուն ով է լինելու, խնդրեմ։ Հա, սա Արուն է, եկը այս պահին եկին չենք տեսնում, լսեց եկավ, խնդրեմ, այս գեղեցիկ, այս հրաշք զեբրերի ձագը անկում է ապրել և նոր միացողներին ուզում եմ ասել, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում է այդ ամեն ինչ տեղի ունեցել, այս երկու զեբրին դոզավորել են քնեցնելու համար և նույն դոզան ներարկել են ձագին, որը որ քնելուց հետո չի արթնացել, սատկել է, այսինքն գերդոզավորում։ Հիմա իջնենք փորձենք տեսնենք ում հետ կարող ենք հանդիպել և զրուցել սրա մասին։ Եվ ես նշեցի պարոն Իսկանդարյան, դուք տեղյակ չեք, ես ամեն անգամ չի, որ հասցնում եմ զեկուցել Մայր Հայաստան խմբակցության մեր ավականներին ամբողջությամբ, թե ինչ է կատարվում կենդանաբանական այգում։ Եվ ես դեպքում ինձ են զեկուցել, թե ինչ է կատարվում կենդանաբանական այգում։ Պարոն Իսկանդարյանը ինֆորմացիա է ստացել, որ այսպիսի դեպք կա եւ մի դեպք էլ կա, ուղղակի այս պահին չկա մասնագետը, որպեսզի հարցնեմ բանի հետ կապված, արջի հետ կապված, արշնա թե չեմ ման որ կենթանին է, ոտքը թարախակալած, տենց ընդամենը ճղել են ու տենց այդ կենթանին այս պահին կարանտինում էլ չի իմ կարծիքով։ Չեմ ուզում այնպիսի ինֆորմացիա տալ, որին որ այս պահին չեմ տիրապետում եւ մասնագետները չեն գալիս, որպեսզի պատասխանեն մեր հարցերին։ Այո, պարոն Իսկանդարյան, կիսաթողեցի կառավարման խորհրդի ժամանակ կենդանաբանական այգու տնօրինությունը ասում է, որ ունեն ակնկալիքներ, որ այս տարի 15%-ով պետք է ավելանա։ Բարև ձեզ։ Պետք է ավելանա գումարները, այսինքն մուտքերը։ Ասել եմ ինչի հաշվին, այդ հարցը բարձրացրել եմ, նշել են մի քանի բան, որ ուզում են տրանսպորտ աշխատի կենդանաբանական այգու համար, երիտասարդական մետրոյից մինչև այստեղ անվճար եւ դա հավելյալ այո, չէ, ծախսը չէ, պարոն Իսկանդարյան, ծախսի խնդիրը չի, հավելյալ, այսինքն տուրիստներ կներգրավեն այստեղ եւ տարբեր մեր քաղաքացիներ, ովքեր որ իմանան, այդ գիտեք, տրանսպորտի վիճակը էս, ախր ոլորտից գնում խոսում ես, ոնց որ sense պրոբլեմինց ես ուզում խոսես, այո, ծանրաբեռնված այդ տրանսպորտով բարձրանալու համար էս գազանոցի այսպես կոչված ճանապարհը մարդիկ չեն ուզում գան գազանանոց, իրանց թորնիկին խցկված այդ տրանսպորտի մեջ, այդ շոքին, այդ արևին, այո, բերեն գազանանոց, բայց որ իմանան երիտասարդական մետրոյի մոտից տրանսպորտը գործում է, այո, բայց այդպիսի բաներ անելով, բայց անուշադրության մատնելով կենդանաբանական այգին, ես խիստ կասկածում եմ, որ նրանք կարան այդքան գումար 15% ավել գումար հավաքեն։ Նրանք նույնը խոսում են տրանսպորտից են պատկերացնում այդքան գումար կհավաքեն, բայց տեսնում եք ինչ է կատարվում։ Ասում են բանը բոյկոտը, ուրա չեմ բոյկոտում, մարդիկ իրանց սոցիալական, իրանց այդ նեղ շրջանակները հաշվի առնելով իրանք լուրել բոյկոտում են։ Նստեք տրանսպորտ տեսեք, բոյկոտում են թե չէ։ Ուսանողները նստեք տեսեք, բոյկոտում են թե չէ։ Այն քաղաքացիները, ովքեր որ մտածում են, որ այդ գումարները թալանվում են իրենց գրպանից վճարած, չեն վճարում այդ գումարը։ Եկանք հասանք տրանսպորտին նորից, տարբեր ոլորտներում։ Խցանումներից խոսենք, ինչից խոսենք Երևան քաղաքում խնդիրներից, չկա մի սֆերա, հա, չկա մի
աշխատանք, որ նրանք կարողանային բովանդակային այդ աշխատանքները կատարեն։ Չկա այդպիսի բան։ Տեսեք, տրանսպորտը թանկացրել են մեկ, բայց մենք գնում ենք կանգառներում մարդկանց հետ զրուցելու, թեկուզ բոյկոտի կոչերը անելու, ու մենք տեսնում ենք, որ մարդիկ նույնիսկ չեն կարողանում հասնել միջև ավտոբուս ու մնաց նստել։ Այն մի հատ ԿՊԱ-ական պատգամավոր էր, ինչ էր, չեմ էլ հիշում։ Նա էր ասում, որ Ճապոնիայում հատուկ ոստիկաններ են պահում, մարդկանց վրդում են մետրո։ Ախր դա խելքին մոտ չի էլի, հիմա այդ նույն ոստիկաններին պետքա գործից կտրեք, բերեք, որ մարդկանց վրդեն, տրանսպորտը տապալել են։ Ասֆալտապատումը տապալել են։ Աղբահանությունը։ Գորգորում են 50 կիլոմետր ասֆալտ ենք արել, ախր ժողովուրդ ջան, պետքա դա շատ պարզ բան է, էլի հասկանալ։ Նույն տեղը 3 անգամ ասֆալտ են արել։ Ու ոնց եք պատկերացնում, այդ փողերը ուրա գնացել։ Նույն տեղը 3 անգամ ասֆալտ են արել։ Դա արդեն մեծ Այո, հիմնավոր կասկածն է, որ դա գրպանվում է եւ կոռուպցիա կա այստեղ։ Ու դա խնդիրը հենց միայն նրանում չէ, որ այդ ասֆալտանող ընկերությունը վատ է արել, եկել է նոր արել։ Ոչ, նույն տեղը արել են, փողերը տվել են, ու դա արդեն ստուգված է։ Չգիտեմ, այդ խցանումները օրինակ, կարմիր գծերը վերցրեցին, թանկացրեցին, իբրև տրամաբանությունը դնելով հիմնավորումը նրա մեջ, որ խցանումները կքչանա։ Խցանումները հեչ հերիք շատացել են, մի հատ էլ մենք դատարանում կարողացել ենք այդ գործը հաղթել։ Այո։ Դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերի Մասնակի, այո, մասնակի որոշումը։ Այո։ Ու մասնակի է մեր հայցը բավարարել, որտեվ այնտեղ կար նաև այն հայցի մեջ կար նաև, որ պետք է այն գումարները, ովքեր քաղաքացիները որ վճարել էին, հետ տալ, դա չի բավարարել, հասկանելով, որ դա քաղաքապետարանի համար միգուցե շատ մեծ բեր դառնա ու մեծ բեր դառնա ոչ թե չգիտեմ ինչ որ սխալմունքի պատճառով, այլ ոչ կոմպետենտ մարդկանց կառավարման արդյունքում այո, պարոն Տիգրան Ավինյանի ու Սուրեն Գրիգորյանի։ Ճիշտ եք ասում, կարող քաղաքապետարանը բռնի նորից այդ գումարները հատուցման տեղը մեր քաղաքացու վրա հավելյալ մի հատ բեր դնի, այսինքն մի ուրիշ բան թանկացնի, ասենք թե ինչի փողը, ասենք օդի փողը, հա։ Օդի փող երևի, որտեղ ախտանություններ են թանկացել։ Այո, ամեն ինչ այնքան անտրամաբանական են թանկացել, որ եթե 3 սենյականոց բնակարանում ապրում է մի թոշակառուկին տղամարդ էական չի, ապրում է թոշակառու մարդ 1 հոգի, հա, իր ընդունենք 70 քառակուսի մետր միջինացված տարբերակով, ինքը վճարում էր 200 դրամ աղբանության փող, հիմա պետք է վճարի մոտ 910 կամ 810 դրամ, ու տրամաբանությունը նաև չի տեղավորվում, հա, նորմալ տրամաբանությամբ, որ քառակուսի մետրով են աղբահանությունը որոշել անել։ Դա ոչ կաֆե է, հա, ոչ սրճարան է, ոչ ռեստորան է, որ դրանով քառակուսի մետրով այդ գումարները հավաքել։ Դա բնակարան է, որտեղ աղբը գեներացնում է մարդը։ Իսկ մարդ աղբ գեներացնելով պետք է աղբահանությունը լինի մարդու հաշվարկով, ոչ թե քառակուսի մետրի հաշվարկով։ Այո, պարոն Իսկան, եւ մարդ կա, որ բնակարան ունի այստեղ, բայց ներդրում է կատարել, բնակարան է գնել, որպեսզի հա ու չի օգտագործում։ Այո։ Տարբեր թեմաներից խոսեցինք, սիրելի հետևորդներ, բայց մեր այսօրվա թեման, այո, մեր այսօրվա թեման կոնկրետ կենթանաբանական այգու վատ կառավարումն է, ինչի արդյունքում ունեցել ենք նորից կրկնվեմ զեբրի անկում, որտեղ որ մասնագիտորեն չեն մոտեցել այդ հարցին եւ շատ դոզավորում են տվել, չափից շատ մեծ դոզավորում են տվել, այսինքն մեծ զեբրի քանակի դոզավորում են տվել, ել ձագը անկել է։ Եվ այս պահին տեսնում եք մենք ամբողջ կենթանաբանական այգում պտտվեցինք եւ հարցից խուսափում են, ոչ ոք չի մոտենում մեզ, որպեսզի պատասխանի հարցին։ Մենք կատարում ենք այս պահին բուն մեր պարտականությունները, Երևանի քաղաքի ավականին լիազորված է Երևան քաղաքի կառավարման տակ գտնվող ցանկացած կառույց մտնել եւ այնտեղ վերահսկողություն իրականացնել եւ այս պահին մենք իրականացնում ենք բուն մեր պարտականությունները եւ ես եւ պարոն Իսկանդարյանը եւ մեր հարցերին այս մարդիկ չեն պատրաստվում պատասխանել։ Այսինքն մոտ ինչքան ժամանակ է մենք այստեղ ենք չեն մոտենում մեզ որպեսզի մեր հարցերին պատասխանել, բայց մենք
մենք ինքներս կմոտենանք իրենց, եթե նրանք տեղում լինեն, եթե մտահոգ եմ, որ կարող է տեղում էլ չլինեն, իմանալով, որ Մայր Հայաստան խմբակցության ավականիները ստացել են այնպիսի ինֆորմացիա, որը գաղտնի է պահվել, եւ այս պահին այդ ամենը դուրս եկել ջրի երես, եւ ոչ մեկ չի կարող ուրիշ հերքում տալ, թե հիվանդության պատճառով է զեբրը սարքել, ոչ։ Մենք գնացինք, ստեսություն։ Ստեսություն ձեզ, շնորհակալ ենք։ Մենք այս պահին հստակ ունենք ինֆորմացիա, որ զեբրը անկել է մեծ չափաբաժին դոզավորումից։ Մեզ ասեցին, տեղյակ եմ պարոն Ասլանյանին, աշխատակազմի քարտուղարը, վստահ եմ, որ տնօրենին, ինչու՞ չէ նաև կարող արդեն քաղաքապետարան զեկուցած լինեն, որ պարոն Ավինյան խայտարակ ենք եղել եւ բացահայտվել է մեր գաղտնիքը, ամոթա, ուղղակի ամոթա Երևանցուց թաքցնել այդպիսի բանը։ Կառավարման խորհուրդը ստեղծվել է նրա համար, որպեսզի որ բոլորս տեղյակ լինենք խնդիրներից կենթանաբանական այգու։ Այդ գումարները, որ կառավարման խորհրդով լավ սիրուն նկարում եք եւ այս շենքնա գեղեցիկ գրում եք, որ այսքան գումար սրա համար, այսքան գումար սրա համար, բա պատասխան տալուց ինչի այդպիսի չեք հենց հիմա գալիս մեզ եւ մեզի պատասխան տակ, թե ինչ է այս դեպքը տեղի ունեցել եւ հաստատված ինչի է գաղտնի պահել։ Ինչի է ավականու անդամներից գաղտնի պահել, ինչի է Երևանցուց գաղտնի պահել։ Վախենում եք մեծ աղմուկից։ Խնդրեմ, հիմա էլ մենք լայվով կգանք եւ կբարձրացնենք, ինը պարոն Ասլանյանն է այստեղը։ Բարոյ ձեզ, պարոն Ասլանյան։ Ես ինձ եմ նկարում, ուզում եմ այս ինֆորմացիան դուք էլ հաստատեք, որ անկումը տեղի է ունեցել զեբրի։ Անկումը տեղի ունեցել, տեղը գաղտնիք չկա, անցած կառավարման խորհրդի ժամանակ էլ ներկայացվել է, պատճառներն էլ հետը, ուղղակի դուք շուտ դուրս եկաք, ինքը չեք եղել, չեք լուսաբանել։ Այնպես որտեղ ոչ մի գաղտնիք չկա, ոչ միտեղ չի լուսաբանվել, ոչ քաղաքապետանի նիստի ժամանակ չեն ասել, որ այսպիսի քաղաքապետան նիստին ես ներկա չեմ լինում, կներեք, որ ընդհատում եմ, իսկ իրազեկման մակարդակը տնօրենի հետ, բնականաբար տնօրենն է որոշում, որտեղ լուսաբանի ոնց։ Իսկ մենք Իսկ տնօրենի հետ կառավարման խորհրդի նիստին շատ ներողություն հավաքեմ խոսքս, կառավարման խորհրդի նիստի ժամանակ արձանագրության մեջ եկա, ուղղակի դուք շուտ դուրս եկաք, այդ բանին ներկայացվել է պատճառը։ պատճառ որ անկելա սրսկումից։ Ես հիմա ես Ոչ, բա ինչից։ անկելա ինֆարկտից։ Ստրեսի հետևանքով սիրտը պատրվել է ու այնտեղ Ոչ, պարոն Ասլանյան, սրսկել են, այո, հստակ ինֆորմացիա ունենք, պարոն Ասլանյան, ես ի հարգանքս ձեզ, ես ուզում եմ ասեմ, կառավարման խորհրդի ներողություն, կառավարման խորհրդի ներկա մարդիկ տեղյակ չեն եղել, ես կապացուցեմ դա, եւ կապացուցեմ, որ նրանք տեղյակ չեն եղել, որ դու անկելա ինֆարկտից եւ ոչ մեկ որ չի ասել, որ սրսկումից, բայց նրանք հետո տեղյակ են եղել, որ սրսկումից։ Քոչարյան ջան։ Այո, լսում եմ ձեզ։ Ահա, ամենայն հարգանքով։ Այո, Ձեր անձի, ոչ թե ձեր ստատուսի, ոչ թե քաղաքական, ոչ մի ձեր անձի, որպես մարդ։ Ամենայն հարգանքով ձեր անձի հանդեպ, ուրեմն այդ իրազեկումը կառավարման խորհրդի ժամանակ ներկայացվել է, ոնց է եղել դեպքը, պատճառը, քննարկվել է, եղել է կարծիք, որ համապատասխան դեղամիջոցները, որ այգին իրավունք չունի լիցենզիոններ, իրավունք չունի ներկրելու, ինչ մեջ ճանապարհներով քաղաքապետարանը կարող աջակցի, որպեսզի մենք ստանանք այդ լիցենզիան, որպեսզի ունենանք այդ դեղամիջոցները, որը մենք իրավունք չունենք։ Ուրեմն ասում դա քննարկում է եղել, իսկ ոչ թե իրազեկում, քննարկման ժամանակ ես ներկա էի, քննարկման այդ հատվածը, որը քննարկումն էր, Տիկին Հայկազյանն ասում էր, որ մտցնենք այնպիսի մի բան, որ իմանանք ում պատճառով է կենթանի սատկում, այդ քննարկումը եղավ։ Բայց որ զեբրին սրսկել են, մեզ դեզավորում են տվել, զեբրը չի արտնացել, պարոն Ասլանյան, դա հստակ ինֆորմացիա է, ներողություն եմ խնդրում, կարող է ձեզ ճիշտ չեն զեկուցել, դուք անգամ տեղում եք եղել, որ կենթանիների ծնողներին սրսկել են
եւ տեղափոխման ժամանակ ձագիներ են սրել։ Միանշանակ ես տեղում եմ եղել, բնականաբար ես տեղում եմ եղել, այդ կենթանին սատկել է իմ ձեռքերի վրա, այնպես որ մի մտածեք, որ այդ կենթանի դուք չէ ընդհանրապես, հա, որ այդ կենթանու վրա բոլորի սիրտը ցավում է, բացի ինձանից։ Ես սկզբից եմ ասել։ Մենք առաջի հերթին մեր սիրտն է ցավում, որովհետեւ մենք ենք այդ կենթաներին պահում, խնամում, ամեն օրվա ռեժիմով եւ այլ։ Հետո հետեւաբար առաջի ցավը դա մեր ցավը։ Ինչ վերաբերում է բանին, պատճառներ, ուրեմն խնդրում եմ այդ եթե ունեք նման հաստատավորված պատճառ։ Հաստատավորված չի։ Հստակ ինֆորմացիա է, դուք հիմա կարող ասեք, ես էլ իրավունք ունեմ ձեզ չհավատալու, չէ՞։ Իհարկե, ես իրավունք ունեմ չհավատալու ձեզ։ Ես իրավունք ունեմ չհավատալ, որտեվ երկու տեղից է ինֆորմացիան մեր։ Մեկ տեղից չի, երրորդ ներողություն եմ խնդրում, դուք որտես եք խոսեցիք, ասեցիք վերջացնեմ, թույլ տվեք էլի։ Ես գիտեք ձեր հանդեպ ինչպիսի տրամադրություն ունեմ, ես հենց մտել եմ, խնդրել եմ, ասել եմ մոտենամ, տեսնենք թե պատճառը ինչու է։ Բայց եւ նաեւ շեշտել եմ, որ ինչու, եթե մինչեւ կառավարման խորհրդի նիստը դուք տեղյակ եք եղել, ամեն հարցում մենք բոլորով չաթում շփվում ենք, այսինքն չաթը այնպես անիմաց բացված է, հա, բաներ կա, որ կասենք, բաներ կա, չենք ասի, լավ, կարանք ներողություն, բան։ Օրակարգային հարցերի մեջ եղել է այդ հարցը, չէ, ու եթե չի եղել, ապա կխնդրեմ, եթե կա արձանագրությունը այդ օրվա կառավարման խորհրդի արձանագրությունը ստորագրված։ Ունեմ ես։ Դուք ունեք նախ անդամ եք։ Ինձ ուղարկել են, հա։ Նախ բոլոր անդամները։ Այո, հիմա ենք բացենք։ Գրված չի, որ զեբրը անկել է գրածա որ զեբրը անկել։ Ոչ, ես տեղյակ չեմ։ Այդպիսի ինֆորմացիայից հիմա կբացեմ նայեք, որտեղ բանից կանա մեր ստացած ինֆորմացիայից հետո այդ 3 են ուղարկել ինձ ոնց որ շատի մեջ։ Ես 3 եմ տեսել, բայց ինչ վերաբերվում է կառավարման խորհրդի արձանագրություններին կա կառավարման խորհրդի նախագահ եւ քարտուղար։ Դա իրանց։ Թե ինչ չափով է լուսաբանվում գոյություն ունի ՀՕԱԿ-ի տնօրեն, ես ոնց որ ենթակա մարդ եմ, այդ հարցերը իրան։ Այսինքն ոնց տնօրենը ասում է, այդքան ես սկզբանե ասեցի, չէ, որ չի լուսաբանվել, տեղակ չենք, նաեւ նիստի ժամանակ չի քննարկվեց, մենք սպասեցինք, ասեցինք կարող է ավականու գործակարգավարականի ժամանակ տնօրենը նստած էր, տնօրենը մի բար գոնե ասի, ինչից է անկում եղել, բայց մեր փորձելուց մեր վերջնական ինֆորմացիան մենք ստացանք ու հստակ ներողություն եմ տալիս։ Ծիների քանակն էլի որոշի։ Եվ ինչերի ծիների, ինչքան ծին ալնում։ Տալիս են մեզ պարոն Աշոկյան, մեզ տալիս են, դա ուրիշ հարց է։ Այո, տալիս են, այո, մենք ունենք, ինչ կա։ Այդ ամեն ինֆորմացիան, այո, դա ծինից չի սատկել։ Ավելացումն էլ։ Սա ուրիշ բանի մասին ենք խոսում։ Հիմա դուք փորձում եք մեզ համոզել, այն բանը որ չէ, հենց հիմա ի սկզբանե դուք փորձում եք, չէ, այդ Դուք որսեք զրուցում ենք։ Այո, մենք մեզ ուզում եք ձեզ ասենք շնորհակալություն։ Շնորհակալություն չես ասել։ Այո, մենք հենց հիմա ձեր գործ անելու համար ձեզ պետքա շնորհակալություն։ Մենք չենք եկել որ վիճենք, մենք եկել ենք ներողություն պարոն Իսկանդարյան։ Չէ, պարոն Իսկանդարյան, այո, պարոն Իսկանդարյան, ներողություն եմ խնդրում, պարոն Ասլանյան։ Մենք ի սկզբանե եկել ենք այստեղ բուն մեր պարտականությունները կատարելու։ Դուք էլ կատարում եք ձեր պարտականությունները։ Երևան քաղաքի ավականին առաջնային մանդատ է ստացել, որպեսզի Երևան քաղաքի ցանկացած կառույց, որը որ պատկանում է Երևանի քաղաքապետարանի, կատարի վերահսկողություն։ Մենք այս պահին մտել ենք այստեղ եւ խնդրում ենք, որպեսզի մեզի գան մեր իսկ Երևան քաղաքի կենթանաբանական այգու պատասխանատուները եւ մասնագետները մոտենան մեզի մի հատ բացատրություն տան, ոչ մեկ չի մոտենում, դա ինչպես եք ընդունում, բան ասեմ։ Ես իմ կոնկրետ պարտականությունները կատարելու մեջ էի, երբ որ եկել եք, ես չէի կարող իմ պարտականությունները կիսատ թողել, դուրս գայի, վերջացրեցի, եկա ձեզ։ Ոչ, դուք չվերջացրեցիք եկաք, պարոն Ասլանյան, ինչ եք այդպես։ Ես տեսա դուք այստեղ զրուցում եք հեռախոսով, ես մոտեցա ձեզ։ Ես իմացա, որ դուք մոտենում եք, ես կանգնեցի այստեղ, որ դուք հեռախոսով զրուցում եք եւ 1 ժամը մենք խնդրում էինք, ասում ենք մեկը თუ մոտենա, գնանք զեբրի մոտ, հասկանանք թե պատճառը չէ, ոչ մեկ չի մոտենում, պարոն Ասլանյան։ Թեկուզ դուք չէ, դուք կարող եք մեկին հանձնարարեք, մի հատ մասնագետի գար մեզի, ձեր ենթակա մարդը մի հատ մեզի այդ հարցը տնօրենի։ Մենք տնօրենի մտել եք հիմնարկ։ Այո, մենք տնօրենի, մեր հարցը ընդհանրապես տնօրենի է դա, ձեր ուղղակի իմանալով որ դուք եք մասնագետ, ունեք ձեր կարծիքներ իմանալ, բայց ձեր մասնագիտական կարծիքը
Մենք հստակ Ներողություն, էլի, Բաղարշակյան ցավը կարող կներես։ Դուք ինձ ասում եք, որ մենք ունենք հստակ ինֆորմացիա, որ դա ասում խնդրում եմ այդ դեպքում եթե ունեք բան, փաստաթղթավորված։ Չէ, ոնց կարա տենց լինի։ Տրամադրեք փաստաթղթ։ Մենք ունենք փաստաթղթավորված։ Այո, դուք եք փաստաթղթավորումը, ինչ ուզեք, եթե փաստաթղթավորեք, պարոն։ Դե հիմա դուք ինձ մեղադրում եք արդեն բանի մեջ, հա, փաստաթղթ։ Բայց չէ, ես իրավունք ունեմ։ Իրավունք չէ, ես իրավունք ունեմ, չէ, իմ չեք լսում, իրավունքս չեք լսում, որ ասում եք չունեք։ Ես իրավունք ունեմ կասկածելու։ Հասկացել եմ, դուք չունեք, ունեմ։ Քենեդուն սպանողը դուք եք։ Էդի ձեր խնդիրն է, բայց այստեղ էդի նայեք, պարոն Ասլանյան ջան, տես չի։ Այս մասով կենթանաբանական այգում համեմատել Քենեդու սպանության հետ, դա ուղղակիորեն խոսել Իսպանիան եկել են կենթանաբանական այգում, խոսենք ամպերից թե չէ, ամպերից չենք ասում։ Ունենք ու դուք եք համոզված որ տենց է։ Ոչ, ես համոզված եմ։ Դուք եք փաստաթղթավորը։ Ես տնօրեն եմ, ես հիմա այդ հարցը ուզում եմ տեղափոխեմ ուրիշ, դուք նորից ուզում եք ստիպել, որ ոչ, այդպես չի բան։ Ժողովուրդ ջան, մենք մեր փաստաթղթավորը վստահ ասում եմ։ Ես վստահ մեր փաստաթղթավորածը կարող եմ ներկայացնել։ Քարտուղարներ քարտուղարու հիչ ունեմ։ Չէ, քարտուղար բանի կենթանաբանական այգու կառավարման խորհրդի կհաստատի, որ այդ ինֆորմացիան այդպես չի եղել եւ քննարկման ժամանակը չի բարձրացվել այդ հարցը։ Դե բերեք քարտուղարին հարցնենք։ Չէ, քարտուղարին ես հարցրել եմ։ Ես ասել եմ իմ ոչ, ես ասել ոչ, ինքը պես չի ասել, ոչ։ Ես հարցեցի։ Ոչ, Յանիս չեք լսում, է։ Ասում եմ ես, դե որ թողեք պատասխանեմ կարծեք, ես ասում եմ պարոն Անտոնյան։ Դուք ինֆորմացիա ունեք, որ կենթանի է անկել։ Ասում եմ այո, հետո եմ իմացել։ Ասում եմ, բայց չի քննարկվել այդ հարցը։ Ասում եմ կարակ, դուք լսած կլինեք, դուք էլ եք չաթում կաք, այ որ մտնեք։ Իրականում էի զբաղված, ոչ թե ձեզ թվում է ես ձեզ թաքնվել եմ, ես իրականում զբաղված էի։ Ես ամեն ինչ լավ հասկանում եմ, դուք եք լավ հասկանում ինչա կատարվում այստեղ։ Քոչարյան ջան։ Հա, ես չեմ ուզում ձեզի մեղադրել։ Չէ, ես չեմ ուզում մեղադրել։ Չէ, գիտեք ինչու։ Չէ, այդ վրացնը կամերան անջիտեք։ Այն ժամանակ որ գային քննարկեն, միգուցե ես իմ Facebook-յան էջում ընդամենը ին գրեի որ այսպեսի բան է տեղ ունեցեք։ Քանի որ քաղաքացիները գիտեն Մայր Հայաստան խմբակցությունից ավականի կա, որը որ նստած չի այնտեղ կնոպկա սխմելու համար, այլ աշխատում է Մայր Հայաստան խմբակցության ցանկացած ավականի իր գում պարտականությունները կատարում է։ Կգրեի որ Երևանի սիրելի քաղաքացիները անկում է տեղ ունեցել, պատճառն էլ հստակ կնշեի, բայց հիմա իմ հստակ ինֆորմացիայից հետո ձեր այսպես ասած որ փաստաթղթավորված ունենք, դա համոզիչ չի ոչ մեկ։ Իսկ ձեր հստակ ինֆորմացիան համոզիչ է։ Այո։ Ձեր համար համոզիչ է, իմ համար։ Այո։ Դե իմ համար համոզիչ չէ։ Ուրեմն եկեք այսպես անենք, ես հաջորդ քայլերը հիմա չեմ բարձրացայն ինչ ենք անելու։ Ոնց կուզեք, պարոն Քոչարյան ջան, եւ մեկ էլ մի անգամ էլ ուզում եմ ընդգծեմ, խնդրում եմ, եթե կառավարման խորհրդի նիստին դուք շուտ չգնայիք մնայիք։ Ես ընդհանրապես վերջի քննարկել։ Ես առաջի հարց ապրեք։ Ես այնտեղ նայեցի, որ ես մինչև էտել ես պարոն Անտոնյանին ասացի, որ ես շուտ եմ դուրս գալու հանդիպում ունեմ բնակչի հետ, որովհետև կառավարման խորհրդի նիստը դուք գիտեք, որ օրերով տեղափոխվում, ամսի 4-ին է դրած, տեղափոխել էին ամսի 2-ին, ես արդեն պայմանավորվածություն ունեի։ Դրա համար չեմ ներկա այդ վերջի քննարկումը, արդեն վերջի քննարկման են հարցը, որովհետև ձեր աշխատակիցը դուք տեսաք, հարցը արդեն ժամանակը անցել էր երկրորդ հարցի անցմանը, ինչքան երկար խոսում, բոլորս տեսանք, այլ արդեն երկար քննարկելու անում են հարցը, նույն բանի վերջուրդ ծեծվում էր, քննարկվում էր, ես թույլատրություն խնդրեցի եւ վերջի հարցին բացակայեցի, որպեսզի այդ մինչև ժամը 7-ը քննարկումը շարունակվի, դուք շուտ եք գնացել։ Այո, շուտ եմ գնացել, բայց այդ հարցը չի քննարկվել։ Այդ հարցը ամենաառաջինը պետք է քննարկվեր։ Դե հիմա ով դրել է։ Եվ օրակարգի մեջ էլ այդ հարցը չի եղել։ Հերթականությունը ով դրել է, այդ հարցերը թե ինչի է մեկ այնի առաջինը դրվել, այնի երկրորդը դրվել, դա արդեն ձեր կարծիքով որ ինֆորմացիան մեզի հասածներ մինչև կառավարման խորհուրդը, հենց առաջինը իմ մտնելուց այդ հարցը չէր տրվելու։ Չգիտեմ։ Ես չիմանամ ձեր կարծիքով։ Ուզում ասեմ գախնի որ չպահվի, այս կառավարման խորհուրդը ձևական գախնի կա պահվել։ Ոչ մի բան այստեղ։ Ես ասում եմ շատ մարդիկ կառավարման խորհրդից նաև ավականներից եմ ճշտել որ ավականներն է տեղյակ չեն եղել, որ կենթանին անկել է։ Չգիտեմ, այդ արդեն ով ոնց է տեղյակ եղել, մենք ոչ մեկից գախնի չենք։ Չէ, պարոն Ասլանյան։ Դե պարոն Քոչարյան ջան։ Գախնիկ չպայեք, բոլորս կիմանանք։ Այդ կենթանի կառավարման խորհրդի չաթի մեջ անասեն ինչ հարցեր է ելը որ չաթով գցել եք արջը խնդիր ունի։ Այո։ Գայլը խնդիր ունի։ Այդ բանը տենց պետք է կոծկենք չենք ասել։ Կոծկելու խնդիր չկա։ Դնում ենք այն ինչը որ պետք է։
Չէ, Պարոն կենդանյան, Քոչարյան ջան, ինչա, եթե թողեք արչա իմ դիրքորոշումը ասեմ, ոչ Եթե թե արչա ձեր կարելի է, պատկերացումը եթե իմի արչա փոխարեն կարելի է անցկացնել։ գնել չաթի մեջ, եթե զեբրա չէ։ Հիմա թողեք ես ասեմ, Լսում եմ կարելի է ձեզ։ ձեր կարծիքը իմի փոխարեն չփորձեք անցկացնել։ Հա? Լսում եմ։ Այստեղ ոչ թե մեկը ավելին է, մյուսը պակաս է, կամ այս մարդը ավելի լավն է, այն մարդը վատն է, կամ սրանք արան քարկոծենք, նրան չքարկոծենք, այս պահին հարմար է, որ Ասլանյանին քարկոծենք, այն մեկին հարմար չի։ Ասլանյանին Ես չենք օրինակ եմ քարկոծում, մենք գիտենք Ես օրինակ եմ բերում, ինձի ուղղակի ընդունելի չի, որ այսօրվա եթե Մայր Հայաստան կենտրոնում, խմբակցության ավականին վերահսկող մարմին մտնում է այստեղ, դուք ասում մեզի չեն պատասխանել, որ պարոն Ասլանյանը զբաղված է։ Պարոն Իսկանդարյանը հասկացա, որ դուք չեք էլ գալու։ Դա համար ասի մենք կմոտենանք։ Պարոն Ասլանյանը զբաղված է իր պարտականություններն էր կատարում այդ ժամանակ, վերջացրեց, դուրս եկա, որ ձեզ ընդառաջ դիմավորի, Հերոխոսով զրուցել, պարոն Ասլանյան։ Ես հերախոսով Ամենայն դեպս ես ամեն ինչի ես ինչ տեսել եմ այդ եմ արձանագրում։ Արկելում ինձ հերախոսով։ Չէ, ասում եմ ուղղակի, որ եմ ասեմ, դուս եկեք որ մեր դիմավոր։ Ես դուս եմ եկել ձեզ դիմավորեմ։ Հիմա դուք պես եք ընդունում, դա ուրիշ է։ Պարոն Ասլանյան, չէ՞ ճիշտ է։ Պարոն Ասլանյանն էլ ասում է, որ զեբրը սատկելա սրտի խնդրից, անկելա։ Մասնագիտորեն այո։ Մասնագետ չէ, մեն։ Հա, պարոն Ասլանյան, Ես հնի դրա ոնց անկացրել են, այսինքն։ Ոչ, չեն անկացրել։ Անկացրել են դուք էդի փոխում եք, որ կանխամտածված գործողություն է արվել, դա այդպես չի։ Ոչ, չերել կարա լինի։ դեպքում հարցրեց ձևակերպել։ Ոչ պրոֆեսիոնալ, Դա ձեր կարծիքն է, սուբյեկտիվ սուբյեկտիվ։ հարցը չասեմ։ Դե հիմա դուք փաստորեն ձեր հարցի ձևակերպումով ձևավորում եք պարոն Իսկանդարյան, Խնդրում եմ օբյեկտիվ։ պարոն Իսկանդարյան, մեր հարցին հստակ չեմ պատասխանում։ Ես մի հատ հարց ունեմ։ Այն դեպքում, երբ որ կենթանին ընկնում է, ոչ պրոֆեսիոնալ, վատ կառավարման, վատ, չգիտեմ, հետևողական չլինելու պատճառով եւ այլն, այդ դեպքում ոնց են ասում, կենթանին ինչ ա եղել, ինչ են արել։ Բոլոր դեպքերում կենթանին անկում է, մասնագետները դուք էլ խորհրդի անդամ եք։ կենթանին անկում է, ցանկացած կենթանի ինքը մահկանացի է եւ բացի այդ դիտավորության, ձեր թվարկած դիտավորության դեպքերից կենթանին կարա անկի նաեւ օբյեկտիվ։ Մի րոպե, ոչ, դուք հիմա սխալ մեկնաբանություն, մենք չենք ասում, որ դիտավորյալ դուք սատկացրել եք։ Մեր կողմից ներողություն, դուք հիմա մեզ մեղադրում եք այն բանը, որը ոչ, ձեր վրա չի, իմ վրա է։ Հիմա դուք ասում եք, որ մենք դիտավորյալ ենք ասում, այդ ասեցի։ Ոչ։ Մենք չենք ասում, Ջելի հետևորդներ։ դուք դիտավորյալ եք Մի սատկացել։ վարքան Ձեր հետևորդներ, ներողություն զապիսը կա, ներողություն եմ խնդրում։ Պարոն Ասլանյան, դուք ասում եք, դուք հիմա ասում եք, որ դիտավոր, ներողություն ավարտեմ, դիտավորյալ ենք, ոչ, դիտավորյալ չեք արել, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում զեբրը ստացել է բարձր դոզավորում։ Հիմա հիմնավորում եմ։ Հիմա հիմնավորում եմ, ներողություն, հիմա հիմնավորում եմ։ Չէ, հիմա հիմնավորում եմ։ Եթե ներողություն եմ խնդրում, պարոն Ասլանյան, դուք իրավունք ունեք ձեր կարծիքն ասել։ Դուք իրավունք ունեք, փաստաթղթավորողը դուք եք, դու ձեր չգիտեմ, հենց անձամբ դուք եք փաստաթղթավորում, թե ով է փաստաթղթավորում, տնօրենիցի, տնօրենի տեղյակա լինում է փաստաթղթը, թե ինչ փաստաթղթավորել, դա ամեն ինչը բարձելու ենք, բայց ուզում եմ հիմա մի հարց տամ։ Զեբրերին այդ օրը ինչ պետք է անեին։ Այսինքն Ինչ պետք է անեն։ Պիտի ազատավանդակից մյուս ազատավանդակ ազատավանդակից պետք է տեղափոխեին մյուս ազատավանդակ։ Ինչ են արել այդ դեպքում։ Սրսկել են զեբրերին, որպեսզի ազատավանդակից ներողություն։ Դեպքերում քնածվում է, որովհետև կենթանուն տեղափոխելուց քնածվում է, քնած վիճակում տարվում է, արթնացվում է։ Այդ ժամանակ երկու զեբրերին, եկին եւ ворցին, մեծերին, ծնողներին տեղափոխման համար սրսկել քնածվել է։ Ծնողներին չէ։ Մյուս երկուսին, դե դուք տեղյակ չեք հիմա ես ասում։ Մյուս երկուսին, ահա, այդ եմ ասում, եկել են որ ձեզանից տեղեկանանք։ Ահա։ Եթե ուզում եք տեղեկանանք, ուրեմն ասեք տեղեկացնենք։ Ուրեմն մյուս երկու չափահասներին մի եք մի ворց, ոչ թե ծնողներ։ Հա, եկին ворցին։ Մի եք մի ворցին, նախորդ մի քանի օր առաջ նույն պրոցեդուրայով, նույն դեղերով, նույն չափականակով քնածվել է, տեղափոխվել է, արթնացվել է, իրանք շատ լավ տարել են այդ ամենը։ Որևէ խնդիր չի։ Քուրակին, այսինքն նույն դոզավորումն է տրվել։ Ոչ, դու քորակին տվել է քաշի վրա է հաշվարկվում, դոզան հաշվարկվում է կենթանի քաշի վրա։ Քուրակը դոզավորվել է թե չէ։ Միանշանակ։ Դոզավորումից հետո քնից արթնացել է թե չէ։ Միանշանակ այո։ Արթնացել է։ Այո, Արթնացել է, Ու սրտի կանգն է ստացել։ Ստացվեց որ այդ դոզավորման չափաբաժինից է, բա ինչի՞ց է ստացվել։ Վախից։
ստրեսի կարա լինի, ստրեսից կարա լինի, բանից Այսինքն չեք կապում իրար հետ, որ դա եղել է դոզավորումից եւ տեղափոխման process-ի ժամանակ։ Ես խնդրեմ դուք անկեղծ լինեք, բայց դուք անկեղծ չեք, պարոն։ Իսկ պարոն Ասլանյան, Անկեղծ չեք, խնդրում եմ։ ասես մեղադրեցիք։ Չէ, չեմ մեղր, ես այնչին չէ։ Ես ընդհանրապես ասում եմ անկեղծ չեք։ Թաքցնում պարոն եք։ Այո։ Ասլանյան, տեսանկարահանվում են կներեք, էլի վանդակները։ Այո, Այսինքն զապիսը ինչքան է մնում։ 20։ Այսինքն կարանք հանենք այդ ամեն ինչը։ Չէ, սատկելուց։ Այդ դիմեք տնօրենին։ Всё, հասկացանք։ Հիմա ես ձեզ հիմա օֆիցիալ Մի րոպե խնդրում ասի, եմ, օֆիցիալ։ Չէ։ Ես Ես ինչ չեք ես- խնդրել։ Տնօրենն այստեղ է որպես Իհարկե, որովհետև հիմնարկի Ձեզ կարանք տնօրենը այս պահին շնորհակալություն, ասենք դե, ինչ որ չեն լսեք կարա ինչ է վերջ, ախր պարոն Ասլանյան։ ձեր գործունեների չէ, տրամադեր չէ։ Սանդարյան ջան։ Որ դիմել է հավաքանին, որպեսզի ստանան կրիչները։ Նայեք, Կրիչները ես չեմ կարող ձևակերպել։ Այս, որ լսողի մոտ ձևավորվի որոշակի կարծիք։ Ես ինքս 30 տարվա դասախոս եմ, ես ինքս կարամ այդ ամեն ինչը անեմ։ Մնաց ձևակերպեմ հարցը, որ մարդու մոտ կարծիք ստեղծվի։ Ինչ չլսի։ Այս պահին պարոն Իսկանդարյան, Ես ձեզ Ես- օֆիցիալ ես ձեզ խնդրում եմ հիմա միջև մենք կդիմենք տնօրենին, միջև թուղթը կհասնի իրան, միջև ինքը թուղթը կքարտա, կհրահանգավորի, որպեսզի դրանից հետո օրինակ մի ամիս էլ ավել չանցնի, որտեղ օրենքի տեսակետից Այո։ նայում ենք։ Երբ որ մենք հարցում ենք իրականացնում 21 օր հետո։ Հարցանը պատասխանում են մեզ 21 օր հետո։ Դա թույլատրված է, բայց քանի որ 21 օր հետո 20 օր ձեր ասած անցած կլինի, ձեզ հիմա օֆիցիալ խնդրում եմ, որ դուք այդ զապիսը, որը որ կա օրինակ այդ տեղափոխելու ամբողջ Սրսկման դա։ սրսկել, տեղափոխել, այնտեղ վազվզել, ինֆարկտ ստանալ ու սատկել, ընկնել, անկել, հա ոնց է չգիտեմ։ Անկել, այո։ Անկել, այդ սաղ զապիսը ես ձեզ խնդրեմ, դուք պահեք, չեմ ասում տվեք ինձ, ընդհանրապես Որպեսզի չջնջվի։ Չջնջվի, որպեսզի մենք դիմենք այդ բանը, հա, տեսանկարահանումը ամբողջովին լինի։ Այդքան մի բան։ Չէ, նաև պարոն Իսկանդարյան, մենք մենք գրեթե վստահ եմ, որ մեր ինֆորմացիան կեղծ չի։ Վստահ եմ։ Ինֆորմացիան միանշանակ։ Այո, ես գիտես ինչից ես իհարկանքս պարոն Ասլանյանին, բայց մեզ հստակ ինֆորմացիան ստույգ ինչ կատարվելա չեն տալիս։ Սիրելի այգուց մոտ 5 հոգի։ Սիրելի հետևորդներ, ես ունեմ իմ սեփական կարծիքը, ես եւ համոզված եմ, որ թող Աստվածտա թող ես լինեմ սխալ, բայց ես համոզված եմ, որ զեբրը անկել է բարձր դոզավորումից։ Երկրորդ կարծիք չի կարող լինել։ Պարոն Ասլանյանը, այո, իր կարծիքը կարող ասել, բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը։ Իսկ ինչը մնում է, որ փաստաթղթավորվել է, մենք իրավունք ունենք, մենք անձամբ իրավունք ունենք չհավատալ եւ նորից եմ կրկնում, որպեսզի չվիրավորվեն ոչ մեկ, թող մենք լինենք սխալ։ Բայց դա այդպես չի։ Դուք էլ ունեք, դուք կենթանասեր եք եւ դուք էլ ինքներդ ես համոզված եմ, որ դուք անգամ եթե դուք ինքներդ այդ գործողությունը անեք, այդ դեպքը չէր սատկելու։ Վստահ եմ ուղղակի։ Որտեվ ես այսքան ժամանակ մասնակցելով այս նիստերին ես ձեր պրոֆեսիոնալիզմը տեսել եմ։ Բայց վստահ եմ իմ կարծիքով դա չեք եղել դուք։ Այդ ինֆորմացիան չունեմ, սրսկով ա եղել, ներողություն եմ, սրսկով ա եղել։ Ես ձեր լայվին միջամտելու հնարավորություն չունեմ։ Ինձ իհարկե ձեր լայվն է։ Ունեք, չունեք։ Ձեր լայվն է, դուք այդ մանավանդ Դրանք պահեք, դուք հանգիստ խոսեք։ Չէ, շնորհակալություն, տարիքը չկա։ Բարակ ուզում եմ Ուղղակի ուզում եմ ասեմ, այդ առանց ապելյացիոն այդ տիպը այլ կարծիք չի կարա լինի, աշխարհում այտենց բան չկա, որ այլ կարծիք չի կարա լինի։ Խնդրում եմ այդ պահը դուք այտենց մի բան մեղք։ Դուք լսեցիք ես ինչ ասեցի։ Իհարկե, Ասեցի, թող ես լինեմ սխալ։ Այսինքն այլ տարբերակ հնարավոր է։ Իհարկե։ Բայց մենք ունենք Բայց մենք գիտենք, որ այդպես չի։ Մենք գիտենք, որ այդպես չի, բայց ես ասում եմ, թող լինի այդպես, որ մենք բազմաթիվ այլ ինֆորմացիան ունենամ տարբեր հարցի, բայց դա հիմք չի, չէ՞։ Ասենք որպես եթե ուզում եք ունենալ հիմք, որ հիմնավոր եք հաստատող բերեք։ Չէ, ախր հիմնավոր եք Ոնց ոնց եք տեսնում, եթե հանցագործությունն է տեղի ունեցել, հանցագործին, ներողություն եմ ասում, հանցագործությունի անողին ասես, գիտես ինչ գրի, որ դու հանցագործություն ես հենց հիմա արե, այս բան անելու է։ Պարոն Քոչարյան ջան, ինձ թվում է Չի անելու պարզա։ կոռեկտ չի հիմա այս դեպքը հանցագործության հետ զուգահեռ տանել։ Չէ, դուք ասում եք փաստաթուղթը բերեք։
Ես էլ ասում եմ, հիմնա այո, չի կա, դուք եք գիտեք որ չի կարանի։ Ոնց որ ինչ որ մեկը հանցանք Այո։ Ոչ, մենք մեղադրում ենք մենք ասում ենք որ վատ կառավարման արդյունքում տեղի է ունեցել սա։ Խորհրդի անդամ եք, Հրանջան։ Բա հենց այդ եմ, այ դուք հիմա տեսեք, դուք էլ ոչ, իսկ դուք էլ ներողություն, չէ, ներողություն, դուք էլ պետք է կառավարման խորհրդի նիստի անդամներին դուք տեղեկացնեք որ ժողովուրդ ասես բան, մենք լավ եթե ինձ չգային ինֆորմացիան, եթե բոլորի մեջ ես եմ մտնում ներողություն, ես անձամբ իմ հետ մեկը չի խոսացել, որ ասում եք գայք բանկո, եթե ես չիմանա ինձ ինֆորմացիա չտան, դուք չեք էլ ասել։ Դրա մասին զրուցել ենք, ես եւս մեկ անգամ ասում եմ, խորհրդի ժամանակ Չի խոսել որ բանը անկել է։ Ձեբրը անկել է։ Եկեք կարելի է գալ մի հատ հարց դուք ձեր Իմ խնդրանքը դուք կարող եք բավարարել։ Մեր խնդրանքը կարող եք չեմ կարա բավարարել, Եկեք, մտահոգ չենք Լեոնասյանյան, այդ մասին մտահոգ չենք, մենք բոլորս մտահոգ ենք որ ինչա կատարվել, չէ։ Կրիշները վերցրեք, որ վստահ տեսնենք, թե զեբրը ինչից անկել։ Ես կատարող բան եմ, հա, փոխտնօրեն եմ, կատնօրեն, հա, հարցերը որոշումը տնօրեն է, ըստ կանոնակարգի ես ինչքան գիտեմ, բոլոր նույնիսկ մեծարգո ավականու անդամների համար կա պրոցեդուր, ես դրա մասնակիցը չեմ, բայց գիտեմ որ կա պրոցեդուր։ Պրոցեդուրը 21 օր հետո որ ժնջովի պրծել է, չէ։ Տեսնում եք ինչու՞մ է խնդիրը։ Ես չգիտեմ։ Պրոցեդուրով եկեք բան արեք, ընթացք տվեք գործին, թող այդ գործը քննվի, ընթացք ես չեմ անհանգստանում քննությունից, թող գործը քննվի հասկանալ։ Հասկանալի է, պարոն Ասլան։ Հասկանալի է։ Ստեցյուն ձեզ, ամեն ինչ պարզ է, ամեն ինչ պարզ է։ Սիրելի հետևորդներ, մեզ համար ամեն ինչ պարզ է, մեզ համար ուզում են այստեղ կոծկեն, տեսեք ինչ են ասում։ Ասում են եկեք ավականու պրոցեդուրայով այդ փաստաթղթերը կրիչները ստացեք։ Այսինքն մեկ ամիս է այդ կրիչների բանը, տարողականությունը որ պահպանվի կադրերը, մեկ ամիս հետո կպատասխանենք, ասեն ջնջվել է։ Հիմա մենք ինչ ենք ասում փոխտնօրենին։ Ասում ենք, որ ինքներդ այս պահին այդ կրիչները վերցրեք, մինչև կանոնակարգով մենք դիմենք եւ 21 օր հետո մեզ այդ կրիչները տրամադրեն։ Եվ ես ձեզ ասեմ, այստեղի խոսակցությունից պարզ է դառնում, որ ոչ ոք չի ուզում, որ այս ամեն ինչը բացահայտ։ Այսինքն ես կարամ բարձրաձայնեմ, որ այստեղ բացի թողի վիճակ է։ Կենթանաբանական այգում բացի թողի վիճակ է, սիրելի քաղաքացիներ։ Եվ կենթանաբանական այգու աշխատողները գումար են ստանում ձեր իսկ վճարած հարկերից։ Եվ այսպիսի բացի թողի վիճակ, ասում է ավականու անդամն եկել է վերահսկողություն կատարելու, ասում է ես զբաղված եմ իմ պարտականությունն եմ կատարում։ Այդպես չի կարելի, ինձ թվում է եւ ես գիտեմ որ պարոն Ասլանյանը այստեղ երկար ժամանակ է աշխատում է եւ այնպես չի որ ինքը պրոֆեսիոնալ չի, բայց այս պահին ունենք այն ինչ ունենք։ Ունենք կենթանու անկում, որը որ թաքցում են, ասում են ստրեսից զեբրը սատկել է։ Եվ ես ասում եմ դոզավորում եղել է զեբրերին, ասում այո, եղել է, տեղափոխել ենք, արթնացել նորա սատկե։ Մեր տեղեկատվությունով այդպես չի, մենք ունենք ինֆորմացիա, որ այդպես չի։ Զեբրը դոզավորումից հետո ասում են չի արթնացել։ Եթե անգամ արթնացել է, սիրելի քաղաքացիներ, ուրեմն այդ դոզավորման արդյունքում էլ սրտի կանգ է եղել եւ կենթանին սատկել է, բայց մենք ունենք ինֆորմացիա, որ այդպես չի։ Այսքանը սիրելի հետևորդներ, ես ուզում եմ ասել, որ Մայր Հայաստանը հետևողական է լինելու եւ այո մտահոգիչ է մեր բոլոր քաղաքացիներին, թե ինչ է տեղի ունեցել այս պահին, որովհետեւ այդ կենթանին մեր քաղաքինն է։ Այստեղի գտնված ցանկացած կենթանի մեր քաղաքացիների վճարած գումարներից են վարձատրվում են եւ պահվում են այդ կենթանիներին եւ աշխատողները վարձատրվում են եւ մեր Երևանցին վճարում են նրա համար, որ իր թորնիկի հետ, իր երեխայի հետ գա կենթանաբանական այգի եւ մաքուր օդ իր թորնիկը շնչել
շնչի եւ կենթանիների հետ ծանոթանա, ավելի կենթանա սեր դառնա եւ այս պահին այսպիսի անփույթության պատճառով զեբրի անկումը անթույլատրելի է եւ կոծկելը գախնի պահելը անթույլատրելի է սիրելի հետևորդներ։ Պարոն Իսկանդարյան, ձեր կարծիքը այս պահին մեր զրույցի մասին, ինչ որ մենք զրուցեցինք, քաղաքացիներ տպավորությունը զգացիք ինչպես էին առաջի խոսույթի ինչպես սկսեցին աշխատակազմի քարտուղարը, այնուհետև հեռախոսազանգեր, մինչև սպասեցին իրանց կարգադրություններ իմ կարծիքով ստացան, թե տնօրենի կողմից, միգուցե քաղաքապետի կողմից եւ այլ տարբերակ կենթանին անկել է ստրեսից։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Հարգելի քաղաքացիներ, մենք նաեւ զրույցների ընթացքում ու նաեւ մեր ստուգված ինֆորմացիայի արդյունքում տեղեկացել ենք, հստակ իմացել ենք, որ կենթանին զեբրի ձագը սատկել է, անկել է սրսկման արդյունքում, բարձր դոզավորման արդյունքում, ու ես ճիշտն ասած որպես մասնագետ տեղյակ չեմ, բայց ինչքանով ես գիտեմ, ամենայն հավանականությամբ նրանք կարող են փաստաթղթերով, հա, ցույց տալ, որ իբրև, չգիտեմ, ինֆարկտ ատարել, սիրտն ատարակել եւ այլն, որովհետեւ այդ սրսկումներից ամենայն հավանականությամբ այդ process-ն էլ իրականանում է։ Մենք ամենայն դեպս կփորձենք նորից տեսնել հարցումների արդյունքում, հետևական ենք լինելու, փորփրել, հասկանանք, թե ինչ է իրականում կատարվել, ինչ է ռեալ եղել, ովքեր են մեղավորները ու որպեսզի մեղավորները պատժվեն։ Շնորհակալություն ամենայն դեպս մեր ուղիղ եթերը նայելու համար, զուտ բոլորիդ ուզում ենք տեղեկացնել, որ այո կա խնդիր, ցավալի լուր է Ժորժ ջան, այնպես չի որ մենք սա բավականին լուրջ խնդիր է իրականում, որովհետև տեսեք, այս պահին անկել է զեբրի ձագը, իսկ մեծ հաշվով կարող էր անկել օրինակ փիղը, որ ունենք մի հատ ու տևական ժամանակ չունենայինք փիղ, երեխաները մեր չտեսնեին փղեր կամ տարեց մարդիկ, ովքեր փիղ չեն տեսել եւ այլն, բացի այդ էլ մենք բոլորս էլ մանավանդ հայերս կենթանասեր մարդիկ ենք, հետեւաբար այս ամփոփության պատճառով, ամենայն հավանականությամբ ամփոփության պատճառով բարձր դոզավորում ստացած կենթանին, որ սատկել է, դա իմ կարծիքով, մեր կարծիքով դա Տիգրան Ավինյանի ոչ կոմպետենտ լինելն է, կենթանաբանական այգու տնօրենի ոչ կոմպետենտ լինելն է, որովհետև նրանք կամ չեն կարողանում վերահսկել, կամ ուղղակի ուշադիր չեն լինում, թե ինչ է կատարվում, այսինքն բաց թողի վիճակում է ամեն ինչը գտնվում։ Կարծում եմ չկա պատժելիության մթնոլորտ, անպատժելիության մթնոլորտի պատճառով ով ինչ ուզում անում է։ Շնորհակալություն մեր ուղիղ եթերին հետևելու համար, հարգելի։ Շնորհակալ ենք հարգելի քաղաքացիներ։ Այո, դժբախտությամբ եմ ուզում ես ամեն ինչ արձանագրել, որ զեբրը անկել է, բայց ունենք այն ինչ ունենք։ Մենք այնպես չի որ լուսաբանում ենք այս ամեն ինչը, որպեսզի ցույց տանք, ուրախանանք, թե գիտեք ինչա տեղի ունեցել։ Այո, մտահոգ ենք ուղղակի այս պահին, որ այսպիսի բան է կատարվել կենթանաբանական այգում եւ նշում են կենթանաբանական այգու փոխտնօրինությունը, որ ես կառավարման խորհրդի նիստի ժամանակ մի քիչ շուտ եմ գնացել եւ ներկա չեմ, դրանից հետո իբրև թե քննարկվել է այդ հարցը, բայց ես խիստ կասկածներ ունեմ ինչի համար եմ ասում, ովքեր որ դիտում են այս պահին իմ լայվը, նրանք լավ կիմանան թե ինչի մասին է խոսքը, նրանց սկզբնական զրույցի ժամանակ այդպիսի բան չի եղել, որ քննարկվել է այդ հարցը եւ ես համոզված եմ արդարացի լուծում ստանալու համար այն ավականիները, ովքեր որ ներկա են եղել ինձանից հետո, թող բարձրաձայնեն այդպիսի բան եղել, ովքեր որ մտահոգ են կենթանաբանական այգում կատարված այս դեպքի առիթով, թող նրանք նույնպես բարձրաձայնեն եւ ասեն, նրանց ասել են, որ զեբրը անկել է, թե զեբրը ստացել է ստրես։ Ես ուզում եմ ձեզ ասել, մենք ունենք կառավարման խորհրդի այսպես ասած չաթ, որտեղ որ ամեն ինչը քննարկում է, եղել է քննարկում արջի հետ կապված, գայլի հետ կապված, որ խնդիրներ ունեցել սրսկման քնեցման արդյունքում նաև անկման դեպքերը բոլորը այդտեղ արձանագրվել է եւ այս պահին ինձ ասում են, որ չաթի մեջ չենք տեղեկացրել, կառավարման խորհրդի ժամանակ քննարկվել են եւ բոլորը տեղյակ են եղել։ Ոչ, Երևանցին տեղյակ չի, թե ինչից է անկես զեբրը։ Մենք ուզում ենք մեր քաղաքացիներին տալ այն ինֆորմացիան, ինչը որ կոչվում են քաղաքային իշխանությունները։ Նրանց
գործելա ոչն է սա, կոծկել այն ամեն ինչը եւ միայն ցույց տալ այն աշխատանքները, ինչը որ կարող են թոս փչել մեր քաղաքացու աչքերին, այսինքն ասֆալտապատումը, թերի, աղբահանությունը, տեսնում եք ինչ վիճակում է, նույնն էլ կենթանաբանական այգու կառավարման անփույթ աշխատանքի արդյունքում այսօր ունենք զեբրի անկում։ Այսքանը սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, հետևեք մեր էջերին, սիրելի քաղաքացիներ, եղեք տեղեկացված Մայր Հայաստան խմբակցության ավականիները 24/7 ռեժիմով աշխատում են մեր քաղաքացիների համար, մեր քաղաքացիների կողքին են եւ բոլորի հարցերի հետևից գնալու ենք։ Չկա այնպիսի հարց, որ մեզ դիմեն, մենք այդ հարցով չզբաղվենք։ Այս պահին Մայր Հայաստան խմբակցության ավականու տարբեր անդամներ, տարբեր վարչական շրջաններում լուսաբանում են եւ ձեզ ցույց են տալիս եւ այն կադրերը, ինչը որ մտահոգում է ձեզ եւ լուծումներն է փնտրում եւ փորձում է այնպես անել, որպեսզի ձեր խնդիրները լուծված լինեն։ Մենք շնորհակալ ենք բոլորիցդ, որ վստահում եք մեզ, շնորհակալ ենք ձեզ բոլորիցդ, որ մեր կողքին եք, շնորհակալ ենք, որ հետևում եք մեր էջերին եւ մեզ ինֆորմացիա եք տալ եւ այստեղ գալը մեր նույնպես կենթանաբանական այգին դրա արդյունքն է, որ մեր քաղաքացին գիտի, որ Մայր Հայաստան խմբակցության ավականի անդամը ոչ մեկը ծախված չեն, ոչ մեկը կաշառված չեն եւ ցանկացած անարդարացի հարցի շուրջ քննարկմանը ուղիղ նայելու են աչքերներին եւ ասելու են իր հարգանքս բոլորին այստեղ էս պահին ես ասում եմ կան մասնակիցներ կենթանաբանական այգում, բայց նրանք ստիպված են այս պահին այդպիսի պատասխան տալու, որը որ ինձ համար անընդունելի է, մնացածը ամեն մարդ իր խիղճն ունի եւ իր խղճի չափով էլ թող առաջնորդվի։ Եթե մտահոգ են անգամ մի փոքր, թող վեր կենան եւ ճշմարտությունը մեր քաղաքացուն ասեն, թե ինչ է կատարվել։ Շնորհակալ եմ սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, եղեք լավ եւ հետևեք մեր Facebook-յան, TikTok-յան, մեր բոլոր ավականու էջերին եւ ինֆորմացված եղեք։ Շնորհակալ ենք բոլորիցդ։